մարմնի զանգվածի ինդեքսը հաշվում է այսպես։ Նախ ասեմ, որ գոյություն ունի նորմալ քաշ, գոյություն ունի ավելնորդ քաշ, որից հետո գալիս է ճարպակալում առաջի աստիճան, երկրորդ աստիճան եւ երրորդ աստիճան։ Հաշվելու համար մարմնի զանգվածի ինդեքսը մենք պետք է մեր քաշը կիլոգրամներով բաժանենք մեր հասակին մետրերով։ Այսինքն, որոշենք օրինակի համար հիվանդը տառապում է կամ ունի 100 կամ 150 կիլոգրամ քաշ եւ ունի 1.80 սանտիմետր հասակ։ Պետք է 180-ը կամ 150-ը բաժանենք 1.80-ի 1.8-ի 2 անգամ եւ ստանանք թիվ։ Եթե այդ թիվը կազմում է ենթադրենք 30-ից մինչև 35, դա համարվում է առաջի աստիճան ճարպակալում։ 35-ից մինչև 40 երկրորդ աստիճանի ճարպակալում։ 40-ից բարձր ինդեքսի դեպքում դա համարվում է երրորդ աստիճանի ճարպակալում։ Բնականաբար 25-ից մինչև 30 դա ավելնորդ քաշն է, 18-5-ից մինչև 20-ի դեպքում, այսինքն 19-9 կամ այսպես կլորացրած 20 եմ ասում, այդ դեպքում համարվում է նորմալ մարմնի զանգված։